Իրոք խոսքը գնում է մի ցավալի երևույթի մասին, որը տեղի ունեցել հունվարի 29-ին մեր ուսումնական հաստատություններից մեկում, ռազմական ինստիտուտում, երբ սպորտ հրապարակում մենք գտել էինք Հայգազ Արկադի Բարսեղյանի դին կախված վիճակում։ Իրականության մեջ փաստերը եւ իրողությունը այսպես խեղաթյուրված են եւ իրականության մեջ տեղի է ունեցել սպանություն, որովհետև փաստի շուրջը հարուցված է քրեական գործ եւ բացի հարուցված քրեական գործից նաեւ իմ հրամանով անց է կացվել ծառայական քննություն եւ ծառայական քննության արդյունքում պարզվել են մի շարք բացթողումներ ռազմական ինստիտուտի ղեկավար կազմի, նաեւ ամիջական ստորաբաժանումների հրամանատարների կողմից։ Առաջին հերթին քրեական գործընթացի շրջանակներում պարզվել է, որ միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում է տեղի ունեցել տվյալ դեպքը եւ դեպքին նախորդել են ուրեմն ոգելիչ խմույցների օգտագործման փաստ մի քանի կուրսանտների կողմից, այնուհետև վիճաբանությունը եղել է նախկինում ուրեմն զինվորական էթիկայի պահպանման հարցերի շուրջը տեղի ունեցած վիճաբանություն տվյալ Բարսեղյանի եւ նաեւ այլ կուրսանտի միջև, որի ժամանակ նա նկատողություն էր արել, որ ինքը պետք է պահպանի էթիկայի, էսթետիկայի նորմերը, ասենք սնունդ ընդունելու ժամանակ։ Վիճաբանության արդյունքում մի քանի անգամ, մի քանի էպիզոդներով ուրեմն գիշերվա պահին տեղի ունեցել ծեծկռտուք եւ այնուհետև այն վերահացվել ավելի խիստ միջոցների ձեռնարկման եւ սպանության։ Քրեական գործը հարուցված է, ուրեմն մեղադրյալների մի շրջանակ մոտ 4 հոգի ուրեմն ձերբակալված են, բացի դրանից կան անձնավորություններ ստորաբաժանման հրամանատարներ, որոնք որ պետք է վերահսկեին պատշաճ կերպով չեն վերահսկել, որպես պատասխանատու եւ բացի դրանից նաեւ ծառայական քննության արդյունքում բացահայտվել են մի շարք բացթողումներ։ Առաջին հերթին դաստիարակչական աշխատանքների, գաղափարադաստիարակչական աշխատանքների բացթողումներ, երկրորդը ուսումնադաստիարակչական խնդիրների իրականացման մեջ բացթողումներ են եղել եւ հատկապես դա արտահայտվել է հրամանատարության կողմից վերահսկողական մեխանիզմների բացակայության